Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զորաբյան, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն համար, եւ այսպես, 3 սրբապիղծները Գյումրիում էին, երկրաշարժի օրն էր եւ տեղի ունեցավ հերթական պիղծ, կեղծ, սուտ պատարագը։ Տեսեք, նախ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Շիրակի թեմի բոլոր հոգևորականներին իրենց արժանապատիվ կեցվածքի համար իմ շնորհակալությունը հայտնել գյումրեցիներին։ Ես տեղյակ եմ, թե ինչպես են պետական կառույցներին, մանկապարտեզներին, դպրոցներին, երաժշտական դպրոցին պարտադրել, որ ներկա լինեն այդ պղծությանը, բայց գյումրեցիները հրաժարվել են, այնտեղ մի քանի բարեկամ մարզպետի ծանոթ գտել բերել էին, եւ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն երեխաներին, աղջիկներին, ովքեր բարձրացան 7 վերք եկեղեցու երգչախմբային հատվածը եւ վանկարկեցին վեհափառի եւ Շիրակի թեմի առաջնորդի անունը։ Գիտեք, մենք ամեն ինչ լսել էինք։ Ես օրինակ պրակատով իշավոտնուկ տեսել էի, պրակատով դագաղ անգամ տեսել եմ, պրակատով մերելի քելեխի սերվիս տեսել էի, բայց պրակատով քահանա, արենդայով քահանա, որ արենդա վերցնեն, բերեն, որ 7 վերքում պատարակ անցկացնի չէի տեսել։ Նիկոլ ասել եմ, տենց լավ չի, վալբրիզով ավելի էժան քահանա կարաս պատվիրես, որ շրջիկ քահանա, պրակատով, որ հետը տանես։ Պատկերացնում եք Շիրակի թեմի որևէ հոգևորական, ինչքան էլ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն գնացել է, ճնշել է, տերոր է արել, այդքան էլ ճիշտ առողջություն չեն համաձայնվել անցկացնել պատարակ, որտեղ պիտի սղեին զեղչեին վեհափառի եւ Շիրակի թեմի առաջնորդը եւ Նիկոլ Փաշինյանը լուծումը գտել է պրակատով քահանայա վերցրել, այո, որ այլ թեմից եւ արենդայով քահանայա վերցրել, բայց ես առաջարկում եմ, պրակատով քահանա, առաջարկում եմ Նիկոլ, ես նայել եմ հոգևոր ծառայություններ մատուցող մարդիկ կան, ովքեր պատրաստ են այդ սքեմը հայտնեն, հագնել վալբրիզով ավելի էժան է, չնայած ինձ ասեցին այդ պրակատով քահանաները հաստատ անգամ ձրի են այդ ծառայությունները մատուցել, կրկնում եմ, պրակատով իշավոտնուկ տեսել եմ, պրակատով մերելի քելեխի սերվիս տեսել եմ, պրակատով դագաղ անգամ տեսել եմ, բայց պրակատով քահանա, որ հետը տանի, որ պատարակ անցկացնի, որտեղ պետքա զեղչվի վեհափառի անունը, չէինք տեսել։ Առաջարկս ուժի մեջ է 4900 դրամով Վալբրիսում պրակատով քահանա եմ գտել։ Պետք լինի հաջորդ պատարակի համար կարող եմ արտիկուլը Վալբրիսի ուղարկել։ Այս մասով հիմա ուզում եմ անդրադառնալ այն քահանա եպիսկոպոսներին, ովքեր այո, գիտեք, ես հիմա չեմ ուզում ասել դուք Կճոյան, նույն ինքը Բենթլի Սամո, ինչ էր մարը, չգիտեմ, ասենք Վազգեն եւ այլն, Սիոն, ես չեմ ուզում ասել դուք ամաչում չէիք անհարմար զգում, երբ որ վազում էիք, գրեթե սենց կրոս մտած համայրա վազում էիք, որտեղ գյումրեցիները ձեր հետևից վանկարկում էին ամոթ, դուք խայտարակություն եք ձեր այսպես վեղարով փորձում եք ձեր դեմքերը փակել։ Նավասարդ Կոճոյան, ինչ ես դեմքդ փակում, դու դեմքդ պիտի փակեիր այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի ամբիոնից ընդամենը վերջերս Նիկոլը քո հասցեին բղավում էր Բենթլի Կճոյան, խոսում էր տարբեր երկրներում տարբեր սրբազանների կնիկներ եւ սիրուհիներ ունենալու մասին, խոսում էր տարբեր քրեական հանցագործությունների մասին, դու այդ ժամանակ պիտի դեմքդ փակեիր, գիտեք ով եք դուք, եկեղեցում դավաճանած սրբազաններ, դուք դասալիք եք, դուք շարքային դասալիքներ եք, որովհետև դուք դավաճանել եք ձեր ծառայությունը, դուք դավաճանել եք մայրաթորը եւ ես նորից եմ կրկնում, դուք Աստծուն չեք հավատում, դուք Աստծո խոսքը, դուք, ինչպես արդեն ասեցի, դուք Աստծո խոսքը տարածելու բարոյական իրավունք չունեք, որտեղ դուք շարքային դասալիքներ եք եւ մոտ այն օրը, երբ դուք ոչ միայն վռնդվելու եք
հայ առաքելական եկեղեցուց, այլև յուրաքանչյուրդ, ես էլ ցիտում եմ Նիկոլին, այն հանցագործությունների համար, որոնց մասին ձեզ վերագրվող Նիկոլը խոսել է ազգային ժողովի ամբիոնից, մենք հետամուտ ենք լինելու, Նիկոլի բարձրաձայնածը գետնով չենք տալու, կիսատ չենք թողնելու, Բենթլի, Սամո եւ մյուսներ, այն ամենը ինչում դուք մեղսագրվում եք, եւ այդ ամենի համար դուք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխան եք տալու։ Իսկ Նիկոլի թալանածը որ հատիկ հետ է բերվելու, այո, հատիկ բնականաբար հետ է ձեռք բերել։